Ողջույն, հարգարժան հետևորդներ, այս ձևաչափով շարունակում ենք քննարկել Հայաստանի ներքին եւ արտաքին հիմնարար կարևորության հարցեր։ Կառավարությունը հաստատել է 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը, որով փաստորեն որոշում է կայացվել կրճատել պաշտպանական ծախսերը շուրջ 15.2%-ով։ Սա փաստորեն առաջին անգամն է, եթե չեմ սխալվում, որ երբևէ մեր նորագույն պատմության ընթացքում պաշտպանական ծախսերն են կրճատվում։ Սրա վերաբերյալ բազմաթիվ առիթներ ունեցել եմ արտահայտվելու, որտեղ առասարակ մեր պատկերացումները անվտանգության եւ պաշտպանության ու բանակի վերաբերյալ պետք է հիմնավորապես փոխել։ Նախագծով փաստորեն պաշտպանության նախարարությանը 2026 թվականին 563 միլիարդ դրամ է հատկացվելու, դա մոտավորապես 1.5 միլիարդ դոլար է։ Այս տարվա համեմատ ծախսերը փաստորեն կրճատվելու են հաջորդ տարի 265 միլիոն դոլարով։ Առասարակ պաշտպանական բյուջեի շուրջ 15%-ով կամ 15.2%-ով ավելի ճշգրիտ կրճատման որոշումը Հայաստանի համար պարզապես ֆինանսական ցուցանիշ չի կարող դիտարկվել։ Դա ռազմավարական աշխարհայացքի շեշտակի փոփոխություն է, որը կարող է ունենալ մեր երկրի համար, մեր երկրի կենսունակության համար, մեր երկրի հարատևության համար ճակատագրական հետևանքներ, պետական կառուցվածքի, պետականության կոնստրուկտի, անվտանգության դոկտրինի եւ տնտեսական հզորության վրա։ Այս որոշմամբ կառավարության այսօրվա այս բյուջեի 2026 թվականի բյուջեի այս կրճատմամբ պաշտպանական բյուջեի կրճատմամբ մենք կարծես փորձում ենք պետությունը զատել իր ամենաառանցքային առաքելությունից, ինքնապաշտպանությունից, այն դեպքում, երբ աշխարհաքաղաքական միջավայրը եւ աշխարհում եւ տարածաշրջանում պահանջում է ճիշտ հակառակը, ամբողջ պետական համակարգի կենտրոնացումը անվտանգության շուրջ։ Պետությունը եթե ցանկանում է լինել կենսունակ, մրցունակ եւ կայուն, պետք է կառուցի ոչ թե առանձին նախարարությունների եւ ֆունկցիաների հավաքածուի, այլ միասնական ռազմավարական համակարգի վրա, որի առանցքը անվտանգությունն ու պաշտպանությունն է։ Անվտանգությունը պետության հիմնական կազմակերպիչ սկզբունքն է։ Այն է, ինչի շուրջ ձևավորվում են կառավարման ինստիտուտները, կրթական, ռազմավարությունը, տեխնոլոգիական քաղաքականությունը, արդյունաբերական պլանավորումը եւ մարդկային կապիտալի զարգացումը։ Բանակը չի կարող դիտարկվել միայն որպես սահմանապահ կառույց կամ մարտական գործառույթ իրականացնող հաստատություն։ Այն պետք է դառնա պետության ինտելեկտուալ շարժիչը, մի վայր, որտեղ գիտությունը, տեխնոլոգիան, կազմակերպչական գիտելիքը, ռազմավարական մտածողությունը միահյուսվում են։ Եվ արդի աշխարհում այդպես է։ Ժամանակակից պետությունները բանակը վաղուց դարձրել են իրենց հիմնական շարժիչը։ Բանակը վաղուց դադարել է լինել միայն պատերազմի գործիք։ Իսրայելում պաշտպանության համակարգը միաժամանակ գիտահետազոտական լաբորատորիա է, տեխնոլոգիական ինկուբատոր եւ ձեռնարկատիրական էկոհամակարգ։ Բանակում ստեղծված գիտելիքը ձևավորում է նոր կիբերանվտանգության ընկերություններ, որոնք տասնյակ միլիարդավոր դոլարների շրջանառություն են ապահովում այդ երկրի համար։ Հարավային Կորեայում զինծառայությունը ոչ միայն պարտականություն է, այլև կրթական հարթակ։ Երիտասարդը դուրս է գալիս բանակից բարձր տեխնոլոգիաների ոլորտում արդեն կիրառելի հմտություններով եւ կառավարման գիտելիքներով եւ ունակություններով։ Նույն տրամաբանությամբ է գործում Ֆինլանդիան, որտեղ պաշտպանական համակարգը ինտեգրված է գիտահետազոտական համալսարաններին եւ արդյունաբերությանը։ Այս մոդելները ցույց են տալիս, որ բանակը ոչ թե պետական բյուջեի վրա ծանրացած բեռ է, այլ տնտեսական աճի եւ տեխնոլոգիական գերազանցության աղբյուր։ Տնտեսական տեսանկյունից պաշտպանական համակարգն ունի բազմապատկող մուլտիպլիկատիվ ազդեցություն։ Բանակի կարիքների համար կատարվող պետական պատվերները շարժվում են արդյունաբերությունը, խթանում գիտահետազոտական ներդրումները եւ իհարկե ստեղծում բարձր վարձատրվող աշխատատեղեր։ Միացյալ Նահանգներում Պենտագոնի պատվերներն են ծնունդ տվել միկրոէլեկտրոնիկային, ինտերնետին եւ տիեզերական տեխնոլոգիաներին։
Եվրոպայում պաշտպանական համատեղ ծրագրերն են ձևավորում արհեստական բանականության, անօդաչու ավիացիայի եւ կիբերամտանգության նոր շուկաները։ Եթե Հայաստանը հրաժարվում է այս տրամաբանությունից եւ սահմանափակում է բանակի դերը զուտ ռազմական պաշտպանությամբ, ապա հրաժարվում է նաեւ տեխնոլոգիական ինքնիշխանության եւ տնտեսական վերելքի իր հնարավորությունից։ Քաղաքական մակարդակում այս հարցը նույնիսկ ավելի խորքային է։ Անվտանգությունը ոչ միայն արտաքին սպառնալիքներին հակազդելու միջոց է մեր պարագայում, այլև պետության ինքնիշխանության կարևորագույն գործիք։ Պետություն, որը չի կառուցում իր ինստիտուցիոնալ ճարտարապետությունը պաշտպանության շուրջ, դատապարտված է իր արտաքին քաղաքականության ենթակա լինելուն։ Այսօր աշխարհում բոլոր առաջատար պետությունները, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Լեհաստանը, Գերմանիան ճակատագրական արագությամբ միլիտարիզացնում են իրենց տնտեսությունները, վերակառուցում արդյունաբերական շղթաները եւ հզորությունները, ստեղծում նոր ռազմատեխնոլոգիական բլոկներ։ Նույնիսկ փոքր երկրները Էստոնիայից մինչև Սինգապուր սկսած իրենց զարգացման մոդելը կառուցում են անվտանգության շուրջ։ Խորապես հասկանալով, գիտակցելով, որ անվտանգությունը ոչ թե պետականության հետևանք է, այլ դրա նախապայմանը։ Եվ այս իմաստով Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ շարժվել հակառակ ուղղությամբ։ Հենց այս պատճառով պաշտպանությունը պետք է դիտարկել ոչ թե որպես մեկ նախարարություն, այլ որպես պետական կառուցվածքի գլխավոր հենք։ Բանակը պետք է դառնա գիտելիք ստանալու, հմտություններ ձևավորելու, մարդկային կապիտալ կերտելու եւ ձեռնարկատիրական նախաձեռնություն խթանելու դպրոց։ Բանակից դուրս եկող երիտասարդը պետք է պատրաստ լինի դրսևորվել ոչ միայն մարտական դաշտում, այլև գյուղատնտեսության մեջ որպես արդյունավետության ինժեներ, արդյունաբերությունում որպես տեխնոլոգ, մասնավոր հատվածում որպես ստարտափի հիմնադիր։ Այսպիսով բանակը կարող է դառնալ եւ կդառնա ոչ թե բեր, ոչ թե ծախս, այլ պետության գլխավոր ներդրումային պլատֆորմը։ Պաշտպանական այս շեշտակի ծախսը 15.2%, այս պայմաններում ոչ թե խնայողություն է, այլ ինքնազսպում, ինքնասահմանափակում։ Դա պետությանը զրկում է մրցունակությունից, տեխնոլոգիական վերափոխման հնարավորությունից եւ միջազգային անվտանգության ճարտարապետության մեջ հստակ տեղ ու դեր ունենալու իր շանսից, իր հնարավորությունից։ Մինչ ամբողջ աշխարհը շեշտը դնում է ուժի, տեխնոլոգիայի եւ անվտանգության վրա, Հայաստանը չի կարող ընտրել թուլացման եւ պաշտպանական մկանների խլացման ճանապարհը։ Եթե ցանկանում ենք ունենալ կենսունակ պետություն, ապա այն պետք է կառուցվի անվտանգության շուրջ եւ բանակը պետք է դառնա ոչ թե պետական համակարգի մի մասը, այլ դրա առանցքը, դրա կենտրոնը, միավորելով գիտությունը, տնտեսությունը, կրթությունը, կառավարման մոդելը եւ ազգային ներուժը մեկ միասնական ռազմավարական մեխանիզմի մեջ։ Միայն այդպես Հայաստանը կդառնա ոչ թե սպառնալիքներին արձագանքող, այլ դրանք կանխատեսող ու ձևավորող պետություն։